Ողջույն սիրելիներս, դուք կրկին Սահականուշի խոհանոցում եք, որի համար անչափ ուրախ եմ և շնորհակալ։ Այսօր թխելու ենք մի շատ համեղ և հետաքրքիր տորտ։ Մեղրով խմոր ենք անելու, բայց յուրահատուկ կրեմով և յուրահատուկ պատրաստման ձևով։ Մնացեք ինձ հետ և վայելենք այս ամբողջ գեղեցկությունը։ Դե ինչ, անցնենք գործի։ Այս համեղ տորտը թխելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները խմորի համար։ Ես վերցրել եմ 3 ձու, շաքարավազ մի փոքր աղ, մեղր, ալյուր փխրեցուցիչով, կարագ և թթվասեր։ Այո, մի զարմացեք, մի փոքր թթվասեր ենք ավելացնելու այս խմորի մեջ։ Այժմ 200 գրամ մեղրը, ես չափերը հետո մանրամասն ավելի կթողնեմ նկարագրությունների բաժնում, և 100 գրամ շաքարավազը խառնում ենք լավ և դնում ենք կրակին։ Եփում ենք այնքան մարմանդ կրակի վրա, մինչև գույնը փոխվի և ինքը ստանա կարամելի երանգ։ Հենց այսպես էլ կոչվում է սա կարամելային մեղրով տորտ։ Դե ինչ, ինձ թվում է գույնը բավականաչափ մքվեց արդեն, ես մի քիչ վախենում եմ վառվելուց և ավելացնում եմ 100 գրամ կարագ։ Կարագը կարող է նաև սառնարանից լինել, որովհետև մենք հալեցնելու ենք։ Կարագը ևս հալվեց, անջատում եմ գազօջախը և թողնում ենք մի փոքր հովանա։ Դատարկում եմ արդեն այն տարայի մեջ, որի մեջ պիտի ես խմորը պատրաստեմ։ Սպասում ենք մի փոքր հովանա, որից հետո կավելացնենք մնացած բաղադրիչները։ Ահա, շարունակում ենք մեր խմորի պատրաստումը, ավելացրեցինք թթվասերը, 100 գրամ թթվասեր եմ վերցրել։ Մի լավ խառնելուց հետո, արդեն բավականին հովացած է, ավելացնում եմ ձուն։ Հարելով եմ ավելացնում, որովհետև մասսայի մեջ հնարավոր է դժվարությամբ բացվեն ձուն։ Ահա այսպես ձուն ևս հարում եմ և այլևս մեզ ոչինչ չի մնացել։ Ավելացնում ենք աղը, փխրեցուցիչը ավելացնում եմ ալյուրի վրա, վերցրել եմ 200 գրամ ալյուր, այդքանը բավական է այս խմորի համար։ Չափաբաժինները խնդրում եմ պահպանեք, եթե կուզենաք թխել իհարկե, որովհետև շատ կարևոր է խմորի ձևը ճիշտ ստանալու համար։ Ալյուրը ևս լուծվեց արդեն մեր զանգվածի մեջ և ունեցանք այսպիսի խմոր, տեսեք, ժապավենաձև, գեղեցիկ խմորը բացվում է։ Տարայի մեջ, նորություն ասած չեմ լինի, դնում ենք թուղթը, յուղաթուղթը և բարակ շերտով քսում եմ խմորը։ Տարայի չափերն են 35 սանտիմետր լայնություն, երկարությունը և 24 սանտիմետր լայնությունը։ Թխեցինք 180 աստիճան տաքացված ջեռոցում 20 րոպե։ Սա արդեն կախված է ձեր ջեռոցի չափերից։ Շատ լավ է ստացվում, շատ լավ անջատվում է թղթից, հիմա ես սա էլ ձեզ ցույց կտամ։ Բայց մի բան եմ ուզում զգուշացնել, եթե դուք չունեք այս չափի, հարմար չի թխել այս չափի տարայի մեջ, կարող եք թխել մեծ թավայի մեջ միանգամից 36-ը, 40-ի կամ ինչքան 2 շերտ, որից հետո բաժանեք 4 մասի և ձեր խմորը կլինի 4 շերտով։ Ավելացած այս մասերը դնում եմ արդեն անջատած ջեռոցը, որպեսզի ընդամենը չորանա, թխվելու կարիք չունեն։ Հիմա պատրաստելու ենք կրեմը։ Կրեմը յուրահատուկ կրեմ է, վերցրել եմ շաքարի փոշի և սերուցք, իսկ սա արդեն թթվասերն է։ Հետաքրքիր, շատ համեղ կրեմ է։ Ես վերցրել եմ 300 գրամ թթվասեր։ Իհարկե, թթվասերի թթվայնությունը մի քիչ զգացվելու է կրեմի մեջ, նախապես զգուշացնում եմ, բայց յուրահատուկ համ է հաղորդելու։ Եթե զգում եք, որ շատ է կրեմը, հիմա ես ցույց կտամ քսելու ժամանակ, կարող եք վերցնել 200 գրամ թթվասեր։ Այս դեպքում արդեն ձեր կրեմը բավականին քիչ կլինի, բայց շատ կրեմով յուրահատուկ համ է ունենում։ Կրեմը իր համը
իսկ խմորը իր։ Այնպես որ շատ հետաքրքիր համադրություն է։ Ահա այսպիսի գեղեցիկ կրեմ ստացանք, տեսնում եք ինչքան լավ է ձևը պահում։ Եվ հիմա սկսենք հավաքել տորթը։ Հավաքում ենք այնպես ինչպես հավաքում ենք սովորական, քսում ենք, արդեն զգուշացրեցի, եթե ուզում եք հաստ շերտով, ուրեմն պիտի շատ քսեք, իսկ եթե ոչ, ուրեմն արդեն բարակ շերտեր կանեք։ Ինչպես նկատեցիք, ես թուղթը ավելացրի, որովհետև հիշեցի, որ ես հենց այս սկուտեղի վրա էլ թողնելու եմ տորթը, որպեսզի հետո ավելորդ սրբելու կարիք չլինի, ավելի լավ է այսպիսի 2 կեսարած թուղթ դնեմ։ Եթե չեք արել դեռ նման բան, ապա արեք եւ կզգաք, որ շատ հարմար մեթոդ է։ Ահա, ամբողջ կրեմ օգտագործեցի, իսկ ավելացած կողերը ես արդեն չորացրեցի, բլենդերով մանրացրեցի եւ այժմ ամբողջ տորթը հնարավորինս պատում ենք այս առաջացած փոշիով։ Ես մի քիչ կտրեցի երևի, որովհետև բաց տեղեր մնացին, ժլատություն արեցի, բայց դուք մի քիչ խորը կկտրեք, որպեսզի փշուրը ավելի շատ լինի։ Այսինքն նայած թե ձեզ ինչպես է դուր գալիս։ Ահա, հիմա արդեն թուղթը կհանեմ եւ իմ սկուտեղը մաքուր է։ Ահա այսպիսի գեղեցիկ տորթ ստացանք։ Շատ լավ կլիներ, որ տորթը մնար սառչեր, մյուս օրը շատ ավելի համեղ է լինում, բայց իհարկե մենք չենք համբերում։ Պիտի կտրենք հիմա, որովհետև սուրճը դրած սպասում են խմորեղենին։ Կտրում է թոռնիկս իր գեղեցիկ ձեռքերով։ Ահա, այսպիսի տեսք ունեցավ։ Տեսնում եք կրեմը բավականին շատ է։ Էլի եմ զգուշացնում, եթե շատ չեք սիրում կրեմ, կարող եք ավելացնել 200 գրամ թթվասեր։ Այսպես սիրելիներս, ես ուզեցի ձեր հետ կիսվել իմ այս համեղ բաղադրատոմսով, կարամելային մեղրով տորթի բաղադրատոմսով, որը եւ գեղեցիկ է եւ համեղ է։ Դե ինչ, կրկին ուզում եմ հայտնել իմ խորին շնորհակալությունը իմ բոլոր հետևորդներին եւ քանի որ համընկավ տոնական տրամադրությունների հետ, ես ուզում եմ շնորհավորել գալիք նոր տարին, թող առողջությունների, հաջողությունների եւ երջանկության տարի լինի եւ ամենակարևորը բոլորս, բոլոր ժողովուրդները, ամբողջ աշխարհի ժողովուրդը թող ապրի խաղաղ երկնքի տակ։ Դե ինչ, մնացեք բարյավ։